Սիրված բլոգեր Մաշկարամյանն իր սոցիալական հարթակներում հրապարակել է նոր տեսանյութ, որտեղ հումորով ներկայացրել է իր ընտանիքում գործող յուրահատուկ կանոնները։ Տեսանյութում բլոգերը գտնվում է սեփական մեքենայի մեջ, որի ղեկին նրա ամուսինն է, Արտյոմը, իսկ առջևի նստատեղին նստած է Սկեսուրը։ Մաշկարամյանը գտնվելով մեքենայի հետևի նստատեղում հարց է ուղղել Սկեսուրին, թե ինչու է վերջինիս նստած առջևում, այլ ոչ թե ինքը որպես Արտյոմի կին եւ մեքենայի սեփականատեր։ Սկեսուրը պարզաբանել է, որ դա իրենց ընտանեկան օրենքն է։ Եթե ղեկին որդին է, ապա մայրը պետք է լինի նրա կողքին։ Մաշկարամյանը հաստատել է, որ անկախ նրանից, թե ումն է մեքենան, իրենց տանը գործում է հենց այդ կարգը, եւ ինքն ու ընկերուհին ստիպված են եղել տեղափոխվել հետևի նստատեղում մանկական նստատեղի հարևանությամբ։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Երեխեք, իմ սեփական մեքենայի մեջ, սեփական Աննայից հետ նստած ենք ու հեսա, օրինակ Սկեսուր մայրիկ, ինձ կարաս ասես, խես դու դեմա նստել, ոչ թե ես, Արտյոմի կինը, իմ սեփական մեքենայում։ Здрасте. Это закон. Если мой сын за рулем, мама должна быть рядом. А кто принял этот закон? Мне вот интересно, где это написано? Я сама лично с сыном вместе приняла этот закон. Если мой сынуля за рулем, мама должна быть рядом. Ты каждый день с ним бываешь рядом. Вот, им մեքենայի ղեկին եմ։ Երեխեք հասկացաք, Աննա, ինչ կասես դու այս հարցին օրինակ, հա շատ մենք այն վիդեոն հիշում ես, որ նկարել էինք եւ որ ասեցիր, բան, ну если хочешь, сиди։ Հիշեցիր այդ վիդեոն։ Да. Всё-таки մեր տան օրենքները այդպիսինն է, Սկեսուրը նստում է դեմը, իմ սեփական մեքենայի, իսկ մենք այսինքն մի կերպ տեղավորվել ենք, որտեղ ստեղ Լեոնի Բլոգերը ճանապարհին նաև անկեղծացել է իր հետևորդների հետ անդրադառնալով ամուսնությունից հետո ազգանունը փոխելու թեմային։ Մաշան նշել է, որ մինչև ականջների ծայրը սիրահարված լինելով ամուսնուն որոշել է գրել նրա ազգանունը։ Զրույցին միացել է նաև Մաշայի Սկեսուրն, ով հավանություն է տվել հարցի որոշմանն ու պատմել, որ իրենց ժամանակներում շուրջ 40 տարի առաջ Սաքսում ազգանուն փոխելը ընդգծված կարգեր ու ավանդույթ։ Տեսանյութում Մաշան նաև հումորով նշել է սկեսրոջ պահանջված լինելու մասին, կատակելով, որ բոլոր գովազդատուները ցանկանում են համագործակցել հենց իրենց հետ։ Տանեկան ջերմ մթնոլորտում անցնող ուղևորության ընթացքում Մաշկարամյանը խոստացել է իր հետևորդների համար նոր ու հետաքրքիր բովանդակություն ստեղծել նաև արցախյան բարբառով։ Ներկայացնում ենք տեսանյութն առանց մեկնաբանության։ Ժորժ ջան, հրաչը հարց է տալիս, ասում է դուք ազգանունները ձեր փոխել եք, թե չէ։ Ես ասեցի, ես մինչև ականջներից ծայրը սիրահարվել էի ամուսնուս ու որոշել էի, ինչ Իրաննա պիտի իմն էլ լինի։ Ինչ կասես Սկեսուր մամա ջան։ Молодец, լավ են որոշել։ Բայց դու ես ազգանուն փոխել, դու եք տենց սիրահարվել։ Մեր վխտին դեր 40 տարի առաջ ադեթը։ Գնում է Զաքսը, միանգամից պիտի Ոխիս ազգան, ամուսնու ազգան, քնա հրցրալ չուն վեշ մինը։ Արտյոմ, դու ինչ կասես, Արտյոմ։ Զորոլյոմ։ Արտյոմ, ինքն ասե։ Զորոլյոմը։ Ասա։ Ասե, ես իմ հետևորդներից խոսքում դա վեր սկսելվում Արցախյան բարբառով կոնտենտ վարել։ Բայց իրանք հասկանում են մեզ։ Իհարկե հասկանում։ Արտյոմն էր սովորեցնում է վաղը չեմ այսօրը ոնց է Արցախի բարբառով։ Իսկ 3-4 ոնց է։ Երկե չեն մինորը։ Ահա, երկե չեմ մինորեն։ Դիզա։ Բախոնց մի հատ իսկ դուք գիտեք բանը։ Գիտում եք։ Իսկ դուք գիտում եք բանը։ Ոնց է ասում։ Յուղություն։ Յուղություն, երկու հատ յուղություն ինչա միթավայի մեջ կոչվում։ Ինչա կոչվում։ Յուղություն։ Տնախարած չի։ Յուղություն։ Յուղություն։ Չէ, երկու հատ կոչվում է յուղություն։ Յուղություն։ Բայց այո, նստալ ենք Ղարաբաղցիներով, արցախցիներով, Ալկիդը չես երևանցիքների իրանք մեր չեն հասկանում. Ինչու չեն Не все հասկանում։ понимают, да, не все понимают. Они сами признаются в этом, осмать. Это в этом гащаньке. Асум гащаньке это Сирюна. О, вот гащаньке, видишь? Это в моей работе. Асма Марин говорит, мы тыкаем, асма это тинч гащаньке. Ինձ մի հատ հարց է հետաքրքրում։ Ասե տեսնամ ինձ ինչպես պադարի տանում վետերալում 200,000։ Ба уже таралась. Հա, տրալ, բա ինչ մռալ։ Ինչ սոյզում։ Վսկի։ Հա, Վսկի պայման։ մոզում։
Ինչի մեջ չկաս, այդ էլ օզում երեխեք։ Կստացի երեխեքի համար շոկային էր, որ դու ոսկի շուկայում ես աշխատում։ Սա ասում են, խիչ է շուտ ասել գնանք սկեսուրիդ մոտ առևտուր անենք։ Հետևորդներս էին ասում, մամ։ Հա, մի հատ էլ տուր այդ ինֆոն։ Ռասիա մոլի ոսկի շուկայում, որ տաղավարն է իր 125 տաղավար։ 125 տաղավար, խնդրեմ, համեցեք։ Սկեսուր մամաս իր սիրուն ոսկիները Մենք ոսկի թինգալած, հայ չէ։ Չէ, իջնա։ Իջնացավ, դվալը սպսկի սիրում։ Կամ էլի ես է Կաս կաներա մենք չինկաս։ Արտյոմ, դու ինչ կասիս։ Արտյոմ։ Ես չկամ ոսկում մեջ։ Բա ինձ ինչս բադերի տնան վեր քսի տեղայում առա բերալ։ Բլոգեր Մարկ Քարամյանը նշել է իր 25-ամյակը։ Բլոգերը ծննդյան օրվա առթիվ կազմակերպել էր շքեղ եւ տպավորիչ միջոցառում։ Instagram-յան իր էջում նա կիսվել է հուզիչ հրապարակումներով, որոնք անտարբեր չեն թողել նրա բազմահազարանոց հետևորդներին։ Կեսգիշերին հրապարակված լուսանկարներին կից բլոգերը գրել է. Այսօր ես դառնում եմ 25 տարեկան, փոքրիկ Մաշան ամեն օր հայելու առջև խոսում էր իր արտացոլանքի հետ ու պատկերացնում, որ մի օր կլինի հայտնի հաղորդավար, սիրված դերասանուհի կամ գուցե բլոգեր։ Նա հավատում էր, որ ամեն ինչ կստացվի։ Մաշան շատ բան ուներ ապացուցելու մարդկանց, ովքեր բացակա են եղել իր ողջ կյանքի ընթացքում եւ որոնց բացը հետք էր թողնում կյանքի ամեն փուլում։ Եվ գիտեք, թե ինչ պարզվեց։ Պարզվեց միակ մարդը, ում ես պետք է ապացուցեի, դա փոքրիկ Մաշան էր, բաց աղջիկ, մամասիտա եւ պարզապես երջանիկ տանկին։ Նման վերջում Մարկ Քարամյանը հուզիչ մաղթանք է հղել ինքն իրեն։ Ես իսկապես օրհնված եմ իմ կյանքով, եւ եթե փոքրիկ Մաշան այսօր նայեր ինձ, կարծում եմ նա պարզապես կժպտար, հասկանալով, որ ամեն բան ստացվել է ինձ մոտ։ Բարով եկար 25 տարեկան, հիշիր, որ ես հավերժ 18 եմ։ Բլոգերը նաեւ նշել է, որ ծննդյան այսօրն իր համար առանձնահատուկ է, նաեւ այն պատճառով, որ իր մայրիկի ծննդյան օրն է։ Այսօր նաեւ մայրիկիս ծնունդն է։ Ապրես ման, որ ծնվել ես։ Շնորհակալ եմ ինձ կյանք տալու ու այս կյանքի բոլոր փորձությունները պատվով աղթահարելու համար։ Մարկ Քարամյանի հրապարակումները հազարավոր հավանումների եւ մեկնաբանությունների են արժանացել։ Հետևորդները շնորհավորել են բլոգերին ծննդյան օրվա առթիվ եւ հիացմունք արտահայտել նրա ուժի եւ անկեղծության համար։ Մարկ Քարամյանն իր 25-ամյակը շատ շքեղ տոնակատարության էր վերածել։ Տոնական երեկոյի առանցքային պահերից մեկը եղել է Հոբելյարի մուտքը եւ տոնական տորթի մոմերը փչելու արարողությունը։ Մաշայի ծննդյան արարողությանը ներկա էին շատ հայտնիներ, այդ թվում Ռոզա Դավթյանը, բլոգերներ Տաթև Այվազյանը, Սուսաննա Ազատոյանը եւ այլոք։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել ծննդյան շքեղ արարողությունից բացառիկ կադրերն առանց մեկնաբանության։